Մարդկությունը փոխադարձ դավեր նյութելու, մեկմեկում մատնելու, բազում օրինակներ գիտի։ Հայտնի են մատնության և սուտ վկայության կրոնական մեկնությունները, թարմ են անցյալ դարի 20-ից 30-ական թվականների իրողությունները, երբ ստալինյան բռնապետության տարիներին ոչ միայն քաղաքական հայացքների, այլև հարևանի, բարեկամի նախանձից ու վրեժխնդրությունից սուտ մատնության զոհ էին դառնում, գնդակահարվում կամ աքսորվում հազարավոր մարդիկ։ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի համաձայն սուտ մատնությունը դասվում է արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների թվին։ Այդ հանցագործությունը քրեական օրենսգրքում բնորոշվում է հետևյալ կերպ. հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է։ Սուտ մատնությունը կարող է դրսևորվել հետևյալ 3 ձևերով. Առաջին, անձը քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմիններին հայտնում է տեղի չունեցած հանցագործության մասին առանց դրանում կոնկրետ անձի մատնանշելու։ Երկրորդ, անձը հայտնում է տեղի չունեցած հանցագործության մասին դրա կատարման մեջ մեղադրելով ակնհայտ անմեղ անձի։ Եվ երրորդ, անձը իրավապահ մարմիններին հայտնում է իրականում տեղի ունեցած հանցագործության մասին, բայց դրա կատարման մեջ մեղադրում է ակնհայտ անմեղ անձի։ Սուտ մատնությունը ավարտված է համարվում այն պահին, երբ քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմինը ստացավ հանցագործության մասին սուտ հաղորդումը, եւ անկախ նրանից, որ այդ հաղորդումը տալուց հետո անձը կտա ճիշտ ցուցմունք, կբացահայտվի ճշմարտությունը, միևնույն է, նա չի կարող ազատվել կատարված սուտ մատնության համար քրեական պատասխանատվությունից։ Անձի կողմից սուտ մատնություն կատարելու համար որպես պաշտպանական փաստարկ չի կարող բերվել այն, որ նա չի նախազգուշացվել սուտ մատնության համար պատասխանատվության մասին, քանի որ առհասարակ 16 տարին լրացած մեղսունակ անձի կողմից օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Հակառակ ճշմարտության սուտը 1030 ունի։ Մեկը ստում է, որովհետև սիրում է պարծենալ, մյուսն իր ապրանքն է գովում, երրորդին պարզապես դուր է գալիս ստելը։ Ավելին, կախվածություն ունի, երկար ժամանակ բանսարկություններով զբաղված լինելով արդեն չի կարողանում առանց դրա։ Սուտը Երևան է հանում մարդու թույլ հոգին, անօգնական խելքը, առատավոր բնավորությունը, նշում են հոգեբանները, եւ այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչու է ոստիկանություն դիմաց քաղաքացին մտածածինը ներկայացնում որպես իրականություն։ Պատճառները կարող են բազմապիսի լինել եւ իհարկե հարկ է ամեն իրավիճակը անհատական վերլուծել, բայց նշեմ հնարավոր պատճառներից։ Նախ դա կարող է լինել հոգեկանի հիվանդագին վիճակը, պաթոլոգիական ստախոսություն կոչեցյալ ֆենոմենը։ Երկրորդը կարող է լինել շահը անձնական, դա կլինի ֆինանսական եւ նաեւ շատ հաճախ մարդիկ այդպիսի քայլի են դիմում աֆեկտիվ վիճակում, երբ որ շատ սաստիկ բարկություն են զգում եւ չգիտեն ինչպես այդ մարդուն հնարավորինս շատ վնասել եւ դիմում են այդ քայլին։ Կարող է լինել խանդը շատ հաճախ պատճառներից, կարող է լինել նախանձը, կարող է լինել վախը։ Պատճառները բազմապիսի են։ Սուտ մատնության տարբեր դրսևորումների կարելի է հանդիպել։ Տարածված են պատասխանատվությունից խուսափելու, վրեժի, խանդի հողի վրա արված սուտ մատնությունները։ Պատահել է կինը տեսնելով, որ երկար տարիներ միասին ապրելուց հետո ամուսինը լքել է իրեն, սիրում է ուրիշ կնոջ եւ չի պատրաստվում ընտանիք վերադառնալ, նրանց երջանկությունը խաթարելու համար ոստիկանությունում հաղորդում է տվել, իբր նախկին ամուսինն իր պայուսակից փող ու ոսկեղեն է գողացել։ Լինում են դեպքեր, երբ սուտ մատնության գնացողները ավելի հեռահար նպատակներ են հետապնդում եւ շարժառիթներն էլ խանդը կամ վրեժը չեն։ Օրինակ, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում դիմակավորված երկու անձ մտել են տուն, դանակով սպառնացել, կպչուն ժապավենով կապկպել տանտիրոջ աղջկան, ծեծել եւ հափշտակել տան ոսկեղենը։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Տուժած կնոջն արդեն ազատել էին կապանքներից։ Աղջկա հայրն ու մայրը, որ նոր էին վերադարձել Ռուսաստանից, փորձում էին հանգստացնել նրան։ Կարևորը, որ իրեն ու երեխային չեն վնասել։ Իրավապահները խոսեցին տուժողի հետ, հարցուփորձ արին հարևանների ու համագյուղացիների շրջանում։ Փորձագետն ուսումնասիրեց դեպքի վայրը, մատնահետքեր վերցրեց։ Ոչ մի կասկածելի բան։ Ոսկեղենի պահոց դարակին միայն տուժողի ու նրա մոր մատնահետքերն էին։
Տարօրինակն այն էր, որ հարձակումը կատարվել էր, երբ աղջկան մանկահասակ երեխայի հետ մենակ թողնելով տան մյուս անդամները գնացել էին դիմավորելու Ռուսաստանից վերադարձող ծնողներին։ Ուրեմն հանցագործությանը խառն էր ընտանիքին մոտ կանգնած մեկը, ուրեմն հանցագործներին ուղղորդող կար։ Սակայն մեկ տասնյակից ավելի կասկածելիների մեջ առանց ալիբիի մարդ գտնել չհաջողվեց։ Ողջ թափով ընթանում էր նաև օպերատիվ աշխատանքը։ Ստացված տվյալներն ու տուժած կնոջ պատմածները համադրելուց հետո իրավապահները մեկ անգամ էլ զրուցեցին նրա հետ։ Աղջկա առաջ դրեցին տարբեր օրերի տված նրա բացատրությունները, մատնանշելով մի շարք հակասություններ։ Իսկ երբ հայտնեցին նաև օպերատիվ ճանապարհով ստացված տվյալները, նրան այլևս ոչինչ չէր մնում, քան խոստովանել կատարածը։ Ծնողների բացակայության ընթացքում մոր 550,000 դրամ արժողության ոսկեղենը գրավ էր դրել եւ գումարը ծախսել անձնական կարիքների համար։ Իսկ երբ իմացել էր, որ ծնողները վերադառնում են, ավելի լավ միջոց չգտնելով, որոշել էր ավազակության իմիտացիա սարքել։ Նման մի դեպք էլ ոստիկանության Նաիրի բաժնի աշխատակիցներն էին գրանցել։ Զովունի գյուղի խաղասրահներից մեկի օպերատորը ոստիկանություն էր զանգել, թե իր աշխատանքային ժամին խաղատանն ավազակային հարձակում է կատարվել։ Ըստ ուժողի հայտարարության, գիշերը, երբ խաղասրահում արդեն հաճախորդ չկար, հանկարծ հնչել էր հետնամուտքի զանգը։ Նա բացել էր դուռը եւ հենց մուտքի մոտ դիմակավորված անհայտ անձը զենքով սպառնացել էր, պահանջել ու ստացել նրանից խաղատանը եղած գումարն ու հեռացել։ Օպերատորը մտածածին այս պատմությունն իրավապահներին շատ համոզիչ էր ներկայացրել, նույնիսկ տպավորություն ստեղծելու համար լաց եղել։ Սակայն ոստիկանների համար միջադեպն ավելի շատ տարօրինակ էր, քան հուզիչ։ Անհասկանալի էր, թե ինչու աշխատողներից ոչ ոք այդպես էլ չի տեսել ու չի լսել այդ ամենը, մանավանդ որ սպառնալիքներ էին հնչել։ Զարմանալի էր, որ տուժողին մարմնական վնասվածքներ չէին հասցրել, իր կողմից էլ որևէ դիմադրություն չէր եղել։ Կասկածելի էր նաև, որ խաղասրահի տեսախցիկների սարքավորումը հենց չարաբաստիկ այդ օրն էր խափանվել։ Ոստիկանության աշխատակիցները երկար զրուցեցին հաղորդում տվողի հետ։ Բացատրական աշխատանքների շնորհիվ նա խոստովանեց, որ ինքն է նախօրոք խափանել խցիկների տեսագրման սարքավորումը, յուրացրել է նշված գումարը եւ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար հորինել այս ավազակային հարձակումը։ Սուտ մատնության վտանգավորությունը միայն այն չէ, որ իրավապահները ավելորդ ուժ ու միջոց են ծախսում չեղած բանը քննելու կամ հերքելու վրա, դեռ հետո էլ նոր քրեական գործառույթում սուտ մատնության մեղադրանքով։ Կա մի շատ կարևոր հանգամանք ևս՝ սուտ մատնության թիրախ դարձած անձի հոգեվիճակն ու բարոյական կորուստները։ Քիչ չեն դեպքերը, երբ հնարավոր բոլոր միջոցներով պատասխանատվությունից խուսափող ամբաստանյալը փորձում է վարկաբեկել ոստիկանության ծառայողին։ Օրինակ դատարանում հայտարարում է՝ ծեծել են, ասել է։ Նման գործերին տրվում է համապատասխան դատավարական ընթացք, իսկ արդյունքում հիմնականում պարզվում է, որ հայտարարվածը սուտ մատնություն է։ Առանց ոստիկանության եւ հասարակության համագործակցության, առանց քաղաքացիների ահազանգերի ու դիմում բողոքների դժվար է պատկերացնել ոստիկանության ծառայությունը, եթե չասենք անհնար։ Պարզապես հաղորդում տալուց առաջ չպետք է մոռանալ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի մասին։ Լռելը երբեք ուշ չէ, եթե գիտես, որ ստում ես։